Հա, լավ, հիմա եկեք իտոգներին հասնենք սեզոնին։ Իրականում շատ լավ սեզոն էր, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կասի, որ դա վատ սեզոն էր, կամ ինչ-որ պրավալներ, որտեղ Չեմպիոններ լիգա չկայացին, եկեք հիշենք, թե ինչ ռեսուրսով ենք մենք մտնում սեզոն, մենք նորմալ ոչ մի բան չունեինք։ Իմ կարծիքով պրոստը իդեալական սեզոնն էր այդ ռեսուրսի համար, որը մենք ունենք։ Հեսա նաև Աստված տա համարը նոր տրանսֆերներ անենք լավ, պետքական ամենակարևորը։ Այս սեզոնը ցույց տվեց, որ Բարսան հիմա շատ մալադոյ թիմ է, ասենց ասած, ու ինքը կարա մյուս տարիներին հաղթի Չեմպիոններ լիգա, հավատանք դրան։ Ամենալավ վրատարը Ինյակի Պենյա, ես Վոյցեխ Շենստիին չեմ ասի, որտեղ իմ համար ինքը ամենակարևոր ատեզեկը սեզոնի, ինքը պրոստը բորշեց, ապրիլ-մայիս ինքը ոչ մի բան չէր անում, ոչ Ռեալի դեմ էր նորմալ պահերը պահում, ոչ Ինտերի դեմ, որտեղ Ինտերի դեմ ես ես ասեմ, ինչ ուդար արեց Ինտերը, մտավ գոլ։ Հնարավոր էր պահել, բայց չստացվեց իրա մոտ, բան չեմ ասում, բայց դրա համար ես իրան առաջին տեղ չեմ դնում։ Երկրորդը Շենստի երրորդը տաշեք է, որտեղ չի խաղացել պրոստը, բայց հավատանք, որ մյուս սեզոնում ավելի լավ կստացվի նրա մոտ ու տրավմաներ չի ստանա։ Լավագույն պաշտպանը, եթե ինչ դրա մեջ մտնում է համ ցախ պաշտպան, համ աջ պաշտպան ու ցենտրալի защитник։ Ունդեն պրոստը իդեալական սեզոն, ես իրենց երկու խաղան վատ տեսել են ամենաանիմաստ խաղերը։ Իհարկե վատ եղավ, որ ինքը Ինտերը չի խաղում, տրավմա ստացավ, բայց ինչ անենք, մտել ստացվեց։